հայրենադարձությունը կոչվում է խաղաղություն։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան, տեսեք, երբ որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցան զարգացումներ, նրա հետ փոխկապակցված որոշակի օբյեկտներում երբ որ ստուգումներ իրականացվեցին, փակվեցին, մասնավորապես մի քանիսում կառավարիչներ նշանակվեցին եւ հատկապես նրա փաստաբանները, նաեւ իրավապաշտպանները, ընդդիմադիր գործիչները այդ գործընթացը որակում են որպես նրա գույքը խլել, բայց զուգահեռ տեսեք, երբ որ մուլտիվերնեսի տարածքի հետ կապված կար խնդիր, դատախազությունն ասում էր, որ ապօրինի այդ տարածքը եւ պայմանագիրն էլ քաղաքապետարանը խզեց մուլտիվերնեսի հետ, դրանից հետո քաղաքապետարանը տարավ իր, զնակը խփեց այնտեղ, այսպես ասած, եւ հիմա տնօրենում է մի գույք, որը իրեն չի պատկանում, այսինքն եւ նաեւ դուք խնդրահարույց չեք համարել, որ ըստ տնօրենի մուլտիվերնեսի արդեն նախկին տնօրենի հայտարարությամբ Տիգրան Աբինյանին Գագիկ Ծառուկյանը ծրի պարապելու տոմս էր նվիրել եւ նա գնացել էր այնտեղ պարապում էր, ամեն դեպքում պաշտոնական հերգում Երևանի քաղաքապետից այդ առումով չի եղել, սրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը ինչպիսին է, դուք խոսել եք Գյումրիում արտահերթ ընտրություններ շուրջ մի րոպե, հիմա փողոքը պարապի Եվ դուք խոսել եք Գյումրիում արտահերթ ընտրություններ անցկացնելու խիստ անհրաժեշտության մասին, դա ինչպես է արտահայտվելու, երբ է այդ արտահերթ ընտրությունների հավանականությունը դուք տեսնում եւ ինչ ճանապարհով է դա տեղի ունենալու եւ շատ կարճած խոսեցիք խորհրդարանական, ասեցիք կապրենք կտեսնենք թե ինչպիսին լինելու, դուք խմբակցության հետ քննարկում ունեցել եք նաեւ հանձնաժողովի նախագահների հետ կապված ընդդիմադիր, ինչպիսին է ձեր հանձնական դիրքորոշումը, օրինակ բավականին քննարկվեց, որ Եվրամիության հետ Եվրաինտեգրման հանձնաժողովը դրվելու է ընդդիմադիր ուժեղ Հայաստան դաշինքին, ինչպիսին է ձեր դիրքորոշումը։ Շնորհակալություն։ Գիտեք, երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Գագիկ Ծառուկյանին եւ իրեն պաշտպանողներին, որովհետեւ այդ այն գործն է, որ իրենք երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում հասցրել են պրոֆեսիոնալ մակարդակի եւ բոլոր այդ դեպքերը պետքա հասցեագրվի։ Ես էլի եմ ասում, այսօր ասում են բանա, քաղաքական հետապնդում։ Ես հակառակն եմ ասում, որ այդ տասնյակ տարիներով եղել է քաղաքական չհետապնդում, որովհետեւ մաֆիոզ կապերով իրանք նույնիսկ մեր իշխանության տարիներին կարողացել են որտեղ ինչ հարց ուզեցել են լուծել են։ Ինչի, որովհետեւ այո, մենք չենք խառնվում, այդ սկզբունքն ենք որդեգրել process-ներին։ Երբ որ մենք ասել ենք դատական համակարգը անկախ է, պետք է անկախ լինի, բոլորն ասել են, այս ինչ լավ է։ Այս կառավարությունը չի ուզում բան անի, վերահսկի դատական process-ները, մենք գնանք վերահսկենք դատական process-ները, եւ այս ընթացքում ինչ է տեղի ունեցել։ Իսկ հիմա ինչ է տեղի ունենում։ Հիմա ընտրություններում հստակ այդ ժողովրդի պահանջը ձևակերպվել է։ Եվ այո, ժողովուրդը պահանջում է եւ ժողովրդի պահանջը պետք է իրագործվի։ Եվ կառավարության ծրագրում էլ մենք գրել ենք, որ 2 միլիարդ գույք պետք է վերադարձվի մինչև 2031 թվականը։ Եվ պետք է վերադարձվի։ Չէ, ընդհանուր առմամբ։ Չգիտեմ, տեղյակ չեմ դրա մասին, էլի եմ ասում, երբ որ ասում են գույք խլել, ես եւ ոչ միայն ես կարծում եմ, բազմաթիվ մարդիկ պատկերացնում են այդ շրջանակներին, որոնց ձեռք բերած գույքի առնվազն մի մասը խլած է, եւ եթե ես չեմ սխալվում, այս քրեական գործն էլ էլի գույք խլելու մասին է, որով անցնում են։ Գյումրիի հետ կապված դա մեր քաղաքական դիրքորոշումն է եւ մենք մտածում ենք, թե ինչ ուղիներ կան դա իրագործելու համար։ Խորհրդարանական խմբակցության հետ կապված ոչ, ես քննարկումներ չեմ ունեցել, ես իրանք խմբակցությունը հավաքվել, քննարկել, որոշումներ կայացնում, ես ընդունում եմ իգիտություն, որտեղ իրանք են process-ի մեջ այնտեղ, ես ամբողջ օրը չեմ հետևում։ Իրանց ավելի տեսանելի է, թե որ որոշումն է ճիշտ քննարկում են եւ կոլեկտիվ որոշում են կայացնում։ Շնորհակալություն, Վահան Մակարյան, համեցեք։